Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Արցախի տեղեկատվական շտաբն անդրադարձել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Այս հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի եւ իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է, նշված է հայտարարությունում։ Արցախի հարցը վերջնական փակելու Հայաստանի իշխանության ջանքերին հակառակ հայերի գենետիկան ուսումնասիրող մասնագետներն ասում են, որ Արցախի հայությունն իր բնորանում ունի 5000 տարվա պատմություն։ Հայտնի գիտնականի աշխատությունների առանցքային մեսիջները կարելի էր օգտագործել բանակցություններում, մինչդեռ լուռ համաձայնությամբ Երևանը փակում է Արցախի հանրապետության վերջին էջը։ Մեր հարևան պետությունում ամենաբարձր ղեկավարությունը հանդիպում է ակադեմիկոսների, չգիտեմ, ակադեմիա աշխատակիցների հետ եւ պատվեր է տալիս, ինչ անեն, եւ այդ պատվերների շարքում ապացուցել, որ հայերը եկվորներ են։ Մենք ունենք փաստ, այսպես պողպատից ավելի ամուր փաստ ունենք, որ մենք բնիկ ենք, մենք այստեղ ենք, մենք ապրել ենք, մեր նախնիները առնվազն 8-10 հազար տարի այստեղ են, մենք դա չենք օգտագործում։ Եվ այդ փաստը ոչ թե շինծու է, ոչ թե մատից ծծած է, ոչ թե հորինած է, ոչ թե կեղծիկ է, այլ դա միջազգային համագործակցության մակարդակով է դա իրականացվել եւ ստացել ենք դա։ Եվ այսօր երբեք ոչ մի անգամ մեր տվյալները չի օգտագործվել։ Դե ուղղակի ափսոս է եւ ցավալի է։ Երևի կարելի է ուրիշ բառեր էլ օգտագործել։ Ցավալի է, որ մենք մեր իսկությունը չենք օգտագործում, իսկ մեր հարևանները կեղծիքն են օգտագործում եւ փայլուն ձևով են օգտագործում։ Փայլուն ձևով։ Այդ է մեծ տարբերությունը։ Եվ այսպես ասած չարիքը կարողանում է ինչ որ տարբեր բարձունքներ նվաճել, իսկ մենք մեր իսկությամբ մնում ենք տեղում, դոփում ենք տեղում եւ փաստորեն տանուլ ենք տալիս եւ տարբեր ասպարեզներում։ Լուսադեմին գրանցված ողբերգական վթարը վաղ առավոտյան ցնցեց երևանցիներին։ Ժամը 6-ի սահմաններում շտապօգնության Toyota մակնիշի մեքենան Թամանցիների փողոցում դուրս է եկել երթևեկել գոտուց եւ բախվել էլեկտրասյանը։ 3 անց տեղափոխվել էր հիվանդանոց։ Վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։ Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր։ Քաղաքապետի մամուլի խոսնակը հայտնել է, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել։ Շտապօգնությունից հայտնել են, որ նախնական վարկածով վարորդը ղեկին քնել է։ ԱՄՆ նախագահ Թրամփը անակնկալ հայտարարություն է արել, պնդելով ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ ուղիղ բանակցություններ է վարում։ Իրանի հետ ԱՄՆ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը, գրեթե ամենաբարձր մակարդակով, ասել է Թրամփը։ Չնայած այս հայտարարությանը Թեհրանը միայն միջնորդավորված բանակցությունների մասին է խոսում։ Իլոն Մասկը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, թե որքան մոտ են իրար Ռուսաստանը եւ Ամերիկան, նշվում է, որ այդ մասին ոչ բոլոր ամերիկացիները գիտեն։ Not all Americans know that the US and Russia are actually much closer to each other. Դաժան սպանություն Մոսկվայում երկուամյա թոռան սպանության գործով Պապիկը ներգրաված է որպես կասկածյալ։ Մոսկվայի քննչական կոմիտեն պարզում է մանրամասները։ Թվարդովսկի փողոցի բնակելի շենքի բնակարանում հայտնաբերվել էր 2023 թվականին ծնված տղայի դի մահվան նշաններով։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, Գյումրու ավականու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետ են ընտրելու, 2 թեկնածու է առաջադրվելու։ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ԿՊ-ի Ծարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։ ԿՊ-ն թեև չունի բավարար մանդատներ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ԿՊԱ-ականները հայտարարել են, որ Ծարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է։ Գյումրու ավականին ունի
33 մանդատ։ Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավականու անդամների ձայների մեծամասնությունը 17 ձայն։ Եթե որևէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության երկրորդ փուլ կլինի։ Նույն աղբյուրը գրում է. ԿՊԱ-ական կանանց գունդը Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին։ Թիմումն անցած շաբաթ հանձնվել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք այն պետք է դնեն շրջանառության մեջ, սակայն կանոնակարգ օրենքով առանց ԿՊ համաձայնության հնարավոր չէ ժամանակավոր հանձնաժողով ձևավորել։ Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրող Ռևսի Մեջեբեջյանի միջադեպից փորձում են օգտվել նաեւ ԿՊԱ-ական որոշ կանայք եւ հատկապես Քրիստինե Պողոսյանը, որը ասում են չի մարսում Քոչարյանի իրեն արված դիտողությունները ոչ պատշաճ հագուստով խորհրդարան գալու եւ այլ հարցերի վերաբերյալ։ Պողոսյանը միայնակ չէ, ԿՊԱ-ական բոլոր կանայք այս կամ այն չափով արժանացել են Քոչարյանի անտակտ դիտողություններին եւ ուզում են, որ նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորվի եւ անգամ նրան զրկեն ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից, հետո գուցե նաեւ այդ հիմքով մանդատից։ Հրապարակում կարդում ենք. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու եւ անցած շաբաթ հիվանդանոց տեղափոխվելու լուրերին երեք կառավարությունից արձագանքեցին, թե Փաշինյանը պարբերաբար հերթական ստուգումների է գնում եւ անցած շաբաթ հերթական դեպքն է եղել։ Բժշկական կենտրոնի աշխատակազմից պատմեցին, որ վերջին ամիսներին շաբաթը 2 անգամ նա այցելում է ԲԿ, վերականգնվող սիստեմաներ է ընդունում։ Իսկ հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կաթվածահար է լինում, կարելի է ասել դադարեցվում է։ Մինչեւ VIP պացիենտին չեն սպասարկում ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում։ Հրապարակը գրում է. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ կապված դեպքով։ Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Արա Զոհրաբյանը, հիշեցնելով, որ մի խումբ փաստաբաններով դեռ նախորդ տարի դիմել էին գլխավոր դատախազություն ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բ. Չիլինգարյանը հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել։ Գլխավոր դատախազություն, իսկ այնուհետև հակակոռուպցիոն դատարան ներկայացված բողոքները համապատասխանաբար երկու որոշումներով մերժվել են։ Եվ ահա 2025 թվականի ապրիլի 3-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ վեկանել է հակակոռուպցիոն դատարանի մեկ այլ որոշում եւ կայացրել է այլ դատական ակտ։ Այն է պարտադրել, որ նախաքննական մարմինը դատավարության հանրային մասնակիցը քրեական վարույթ նախաձեռնի։ Նույն աղբյուրը նաև գրում է. Վազգեն Սարգսյան վերջին սպարապետը ֆիլմը հայկական պրակատում ռեկորդ է սահմանել, 28 օրում մոտ 130,000 մարդ է դիտել եւ դա միայն Երևանում։ Հայկական ֆիլմերից ոչ մեկը նման հետաքրքրություն չէր առաջացրել եւ դեռ շարունակվում է հոսքը։ Բոլոր կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվում է եւ տոմսերը սպառվում են ամբողջությամբ։ Մենք տեղեկացանք, որ ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն եւ արտադրողներն այժմ բանակցում են Netflix ֆիլմերի համաշխարհային ընկերության հետ։ Նրա ֆիլմացանկում Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի ցուցադրությունն ընդգրկելու համար։ Բացի այդ ֆիլմը ներկայացվել է տարբեր միջազգային փառատոների որպես մրցութային ֆիլմ։ Անգլիայի Շիփլի քաղաքի Սուրբ Պետրոսի եկեղեցում քարոզից եւ աղոթքից հետո ռեսլինգի շոու է կազմակերպվել։ Վիճահարույց քայլի նպատակը մարդկանց հետաքրքրությունը շարժելն է եւ եկեղեցի այցելողների թիվը մեծացնելը։ Իսկ Գերմանիայում հոգեվորականը քարոզի ժամանակ ռեփ է կարդացել երիտասարդների համար ընկալելի լեզվով խոսելու նպատակով։ Dabei sind hier in der Kirche alle doch recht munter. Viele sind voll engagiert, nicht bloß hier zum Chillen. Statt Bling Bling lebt mancher seinen Glauben mehr im Stillen. Doch heute wird es laut und dieser Beat verkündet allen, Gott verändert Leben und das soll ganz laut erschallen. Alle, die wir heute hier versammelt sind, dürfen uns verstehen als von Gott geliebtes Kind. Übersetzt auf Rappersprache, check es einfach aus. Der im Himmel oben ist für dich voll fett gut drauf. Չինաստանը շուտով կավարտի աշխարհի ամենաբարձր կամրջի շինարարությունը։ Կամրջի երկարությունը 2890 մետր է, բարձրությունը ծովի մակարդակից 625 մետր։ Բացումը նախատեսված է հունիսին։ Ժայթքել է Ճապոնիայի Կյուսու կղզում գտնվող Սակուրաջիմա հրաբուխը։ Ծխի բարձրությունը խառներանից կազմել է 2600 մետր։ Հրաբուխն այս տարի 54-րդ անգամ է ժայթքում։ Ջենիֆեր Լոպեսը համերգ կտա Երևանում։ Up All Night խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակում նա մեր երկրում կլինի օգոստոսի 3-ին։
Եղանակ մայրաքաղաքում սկսվել է սակուրաների ծաղկման շրջանը, բայց օդերևութաբանները կանխատեսել են, որ եղանակը կցրտի։ Հանրապետության մի շարք շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Շաբաթվա վերջին օրերին ջերմաստիճանը կնվազի ևս 8-ից 10 նիշ։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։